Պատգամը, որի մասին այսօր մենք կխոսենք այստեղից, կրում է հետևյալ վերնագիրը Ելիմելիքի որոշումը և դրա հետևանքները։ Ես ուզում եմ, որ ցանկացած հայր, որ այստեղ նստած եմ, իր վրա վերցնի, որ ամեն մեկը իր տան գլխավորն է, տան գլխավորը պապան է, չէ՞։ Ամերիկայում չի փոխվել օրենքը։ Աստված ջանի փոխվի, հալելույա։ Ես սիրում եմ, երբ որ տան գլխավորը լինում է ամուսինը։ Դա ճիշտ է։ Դա այդպես պետք է լինի։ Այդպես Աստված է կարգել, ամեն։ Եվ այսօր խոսելու եմ մի մարդու մասին, որի մասին համարյա ոչինչ չի գրված Աստվածաշնչում։ Եվ ինչպես կարելի է խոսել մեկի մասին, ում մասին ոչինչ գրված չէ։ Այդ մենակ ես կգտնեի այդպես բան։ Բայց ես գտել եմ։ Այս մարդու մասին գրված է ընդամենը մեկ նախադասություն, եւ հիմա բոլորս կարդալու ենք, եւ ամբողջ Աստվածաշնչում էլ ոչ միտեղ իր մասին չես տեսնի գրված, բայց այդ մեկ նախադասությունը եւ այս անձնավորության մեկ որոշումը եւ նրա որոշման արդյունքում ստացված հետևանքները պետք են քեզ։ Ելիմելիքը այսօր ծառայելու է ձեզ իր քայլերով, իր որոշումներով, որ դու դա չանես հանկարծ։ Լավ, գիտեք, իրականում մարդիկ կան Աստվածաշնչում, որոնք ունեն երկար պատմություններ, դրանց մասին գրված է հին ուխտում, շատ անգամ նաև որոշների անունը գրված է նոր ուխտում, օրինակ ինչքան տեղ է գրված Դավիթի մասին, ինչքան ենք լսել Նոյ, Աբրահամ եւ այլն, Պողոս եւ այլն, այս մարդու մասին ընդամենը մեկ տեղ է գրված եւ մեկ բառ է գրված, մեկ նախադասության մեջ մի անգամ նշված է իր անունը, կարճ նախադասություն, կարճ անուն, բայց կյանքի խորը եւ չափից դուրս արժեքավոր դաս տվող պատմություն։ Եկեք միասին նայենք Ռութի գիրքը, որովհետեւ ես այս պատմությունը վերցրել եմ այստեղից, Ռութի գիրքը։ Բոլորիս ուշադրությունը էկրանի վրա, եւ ավելի ուրախ եմ, եթե դու քո ձեռքին ունես Աստվածաշունչ, բաց մեզ հետ միասին քո Աստվածաշունչը եւ Ռութ առաջի գլուխ եւ առաջի խոսքից կսկսենք կարդալ։ Դատավորների կառավարության օրերին երկրումը սով եղավ։ Խնդրում եմ ուշադրություն դարձնեք ժամանակահատվածը, որը տեղի է ունեցել պատմությունը։ Սա թագավորացը չէր, սա նոր ուխտը չէ, սա հին ուխտն է, այն էլ դատավորած ժամանակ։ Ինչու եմ սա նշում դատավորած, որովհետև սա անաստված ժամանակահատված էր, չկային թագավորներ, չկային Աստծուց դրված մեկերները, կային մարդիկ, որոնք ինչ որոշում էին, ոնց որոշում էին, ինչ մտածում էին, կա չէ մարդ, որ ասում է գլխիդ մեջ ինչ բուսնեց, լեզվիդ մեջ ինչ եկավ, այդ ասացիր արեցիր, կա չէ տենց մարդ, երկար չնստեց, չմտածեց, չխորհեց, չգցեց, չբռնեց, ինչ ուղեղի մեջ եկավ, ինչ մտքում եկավ, տենց արեց։ Դատավորած ժամանակ այդ ժամանակահատվածն էր, որով որ ինչ ուզում էր, այնպես էլ անում էր։ Դա անաստված ժամանակներ էին, դա վատ ժամանակներ էին։ Եվ այդ ժամանակների մեջ, ահա այս ընտանիքի պատմությունն ենք ուզում կարդանք, դատավորների ուրեմն կառավարության օրերում երկրում սով եղավ եւ Խուդայի Բեթլեհեմից մեկ մարդ իր կնկան եւ երկու որդիների հետ գնաց Մովաբի երկիր պանդխտության եւ այդ մարդի անունն էր Ելիմելեք եւ նրա կնկան անունն էր Նոյեմի եւ երկու որդկանց անունն էր Մալոն եւ Քելոն եւ մի փոքր լավ չի գրված եւ Եփրաթացի Հուդայի Բեթլեհեմիցը ուրեմն գնացին Մովաբի երկիրը եւ այնտեղ էին լինում, այսինքն գնացին այդ երկիր, ապրում էին այդտեղ։ Կարծես թե ինչ վատ բան են արել մարդիկ, երկրից գնացել են, ով չի գնում, ամբողջ Միացյալ Նահանգները լցված է էմիգրանտներով։ Այո, բոլորը այստեղ ներգաղթված են, չեմ կարծում լավ պայմաններից կամ շատ լավ կյանքից, բայց այստեղ բոլորը, հատկապես հիմա այստեղ նստած բոլորը էմիգրանտներ են, բոլորը ներգաղթվել են Հայաստանից կամ տարբեր տեղերից, այո, եւ ուզում եմ, որ այսքանը հələ առայժմս այսքանը նայենք, գիտեք, ուզում եմ ես ընդհանրապես որևէ մի պերսոնաժի մասին երբ խոսում եմ, ինձ հետաքրքրում է դրա անունը ինչ է նշանակել եբրայերեն։ Եվ հանկարծ ես գտել եմ սրա անունը Ելիմելեք ինչ է նշանակում եւ պատահական չէ որ ուզում եմ անուն հետ ծանոթանաս, որովհետեւ բավականին բարձր անուն է եւ նման անուն կրող տղամարդը երբեք պիտի չմոռանար ով է Աստված։ Եկեք նայենք ինչ է նշանակում Ելիմելեք։
Ելիմելիք եբրայերենից թարգմանած նշանակում է իմ Աստված թագավորը։ Այսինքն եթե կինը իրան կանչում էր, ասում էր Ելիմելիք, մի հատ լույսն անջատի, օրինակ։ Անընդհատ ասում էր, «Այն որ քո Աստվածը թագավորն է, լույսն անջատի»։ Մեկ ուրիշ թարգմանությունում գրված է իմ Աստված թագավորը, գրված է թագավորը, մեկ ուրիշ թարգմանությունում նույն բանն է, թագավորը իմ Աստվածն է։ Այսինքն խոսքը գնում է Եհովա Աստծո մասին։ Եհովան իմ թագավորն է։ Եթե դու ամենտեղ կանգնես եւ դավանես, որ Աստված քո թագավորն է, Աստված քո թագավորն է, քո Աստվածը թագավոր է, ինչպես ուզում ես նախադասությունը պատտեցրու, բոլորն ասելու են՝ «Վաու, ինչ լավ Աստծո ես ծառայում, քո Աստված թագավոր է, քո Աստված մեծ է, հրաշալի ինչ-որ մի բան է, հա, իմ Աստված, Ելիմելիք կանչում էին ընկերները, դա նույնն էր, որ ասեին, իմ Աստված թագավոր է, տղաները, որ կանչում էին, կամ որևէ մեկը հարևան բարեկամ, եւ կանչում են, ամեն Ելիմելեք ասելուց, Ելիմելեք կանչելուց, հնչում էր այս բառը, իմ Աստված թագավոր է, թագավորն իմ Աստվածն է, իմ Աստված թագավոր է, սա բարձր նախադասություն է, սա չմոռանալու մի բան է։ Մի երկու օր առաջ մենք քույրերի հետ միտեղ էինք, առևտուր արեցինք, վերջացեցինք, մեր մագաքույրը մոտեցավ վաճառող տղային ասում է, ձեր անունը ինչպես է, ինչ վատ է, որ այդ տղեն ասեց Հակոբ, ասեց Հակոբ ընկավ կրակը, մագան ասեց, գիտեք, որ ձեր անունը նշանակում է ստախոս, մարդ այնքան լավ մեզի ծառայեց, շատ լավ վերջը առևտուր արեցինք, ամեն հրաշալի հնարավորություններով բոնուսով, վերջում ասացինք հաջող ստախոս, ասացինք այդպես բիբլիա գրված այն մեզնից չնեղանաս, բայց հետաքրքիր էր, ես եկա տուն ու մտածեցի, քեզ ով խնդրեց մագան, քեզ ով խնդրեց այս մարդուն ասել, բարև ստախոս, կամ ինքը չգիտեր այդ մասին, հանգիստ ապրում էր եւ հանկարծ իր կյանքի մի հատվածում այսուհետեւ ինչքան ապրի, ասել է, «Տենաս որ ինձ Հակոբ կանչում են, կարող է գիտեն անունս ինչ է, իսկական անունս ինչ է»։ Ելիմելեքը չէր ամաչում, որովհետեւ ինքը գիտեր, երբ իրան կանչում են այսպես. Աստված իմ թագավորն է։ Շատ լավ, այս է պատմությունը։ Ուզում եմ ուշադրություն դարձնեք, որ որտեղից է Ելիմելեքը իր ընտանիքին, Նոյեմին եւ իր երկու որդիներին վերցրել եւ գնացել։ Մենք այս մասին մի քիչ ավելի լավ կամ եկեք կարդանք, եթե բացել են։ Շարունակենք Հուդայի, ուրեմն շարունակենք Ռութի գիրքը եւ Նոյեմի մարդը Ելիմելեքը մեռավ եւ նա մնաց իր երկու որդիներով, որոնք իրանց համար մողաբացի տնիկներ առան, մեկի անունը Որփա եւ մյուսի անունը Ռութ, եւ նրանք 10 տարի չափ այնտեղ նստեցին, եւ ուրեմն Մալոնն ու Քելոնը երկուսն էլ մեռան, սրանք էլ մեռան, եւ այն կինը իր երկու որդկանցը ու մարդիցը զուրկ մնաց։ Դեռ պատմությունը հələ չենք շարունակելու, երևի այստեղ կանգ առնենք, ասում է, որ 10 տարի ապրեցին այդ երկրում։ Երկիրը, որտեղից որ նրանք դուրս եկան, դա եբրայերեն կոչվում է, որ գրված է Բեթլեհեմ, կոչվում է Բեթլեհեմ բառն է, որ բոլորս գիտենք, որ թարգմանաբար նշանակում է, ուշադիր լսեք, հացի տուն։ Մի հատ նայեք, որտեղից է դուրս եկել ուրեմն Ելիմելեքը, կարմիրով նշված է Բեթլեհեմը, ուշադիր նայեք, տեսեք, գրված է, որ Բեթլեհեմում դժվար ժամանակներ եկան, բոլոր երկրներում էլ դժվար ժամանակ, այսօր ամբողջ աշխարհը խառնված է իրար, ամբողջ աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին, տեսնում եք, ուր էլ որ գնաս, եթե մեկը կարծում է, որ Եվրոպայում է շատ լավ, շատ հնարավոր է, որ վաղը Եվրոպան դառնա ամենաողբերգալի վայրերից մեկը։ Եթե հանկարծ այս ատոմային պատերազմը, այս միջուկային պատերազմը ոտքի կանգնավ, դա կդառնա ամենացավալի տեղերից մեկը, վատ տեղերից մեկը։ Եթե մեկը կարծում է, որ ասենք շատ ավելի լավ է Ամերիկայում, բոլոր նրանք, ովքեր այստեղ ապրում են, տեսել են, որ այստեղ ապրել, ոտքի կանգնել, դա հեշտ բան չէ։
Դա հեշտ բան չէ։ Այո, ամեն երկրում էլ ամեն ժամանակ մենք բոլորս Հայաստանում ենք ապրել եւ գիտենք ինչ է նշանակում մութ եւ ցուրտ տարիներ, այո, իմանում ենք ինչ է նշանակում լույս չունենալ, սոված եւ այլն, եւ այս նմանատիպ մի հատ իրավիճակ տեղի էր ունեցել Բեթլեհեմում եւ Ելիմելեքը երբ նայեց սիտուացիային, որ լավ չի վիճակը, հաց չկա, մի բան չկա, վեր կացավ ուշադրություն դարձրեց կարմիր գծին, դուրս եկավ Բեթլեհեմից, շարժվեց, գնաց, հասավ Մովաբի երկիր։ Բեթլեհեմը այսօրվա Գազան է։ Ես եղել եմ Բեթլեհեմում։ Այսօրվա Պաղեստինն է։ Տենց հնաոճ բան, տենց լիքը փողոցներ են մնացել մինչև հիմա եղել եմ այնտեղ, որտեղ Բեթլեհեմում Աստղ փայլեց, որտեղ Հիսուսն է ծնվել, եղել եմ այնտեղ, այսօր այն պատկանում է Պաղեստինին, Գազային եւ Մովաբը այսօր Մովաբ երկիր այդպիսին չեն ասում պալիցիկներ կամ որևէ մարդիկ, Մովաբը այսօրվա Հորդանան երկիրն է, որը չի պատկանում Իսրայելին։ Ես ուզում եմ սա ասելուց մի բան վար հասկանաս, Ելիմելեքը գիտակցաբար կենտրոնանալով իր կարիքի վրա, կենտրոնանալով պրոբլեմի վրա, գիտակցաբար դուրս եկավ Աստծո տնից, այն ժամանակ Բեթլեհեմը պատկանում էր Հրեաստանին։ Հիմա որ նա մտել է Պաղեստինի մեջ, դուրս եկավ Աստծո տնից, դուրս եկավ Բեթլեհեմից ու գնաց Մովաբի դաշտեր, գնաց Մովաբի երկիր, որտեղ հաց կար, գնանք առաջ։ Այս քարտեզը նայեցինք, այո, ուզում եմ որպեսի մի այսպեսի մտքի վրա մտածենք բոլորս։ Քանի մարդ է հիշում, որ Հռութի գրքում, որտեղ Նոեմիի պատմությունն է գրված, նրա ամուսնու, նրա ընտանիքի, նրա հարսի եւ հետո հարսի պատմության, մի բան կար գրված եւ մի մարդու անուն է նշվում, որ Նոեմիի հարազատն էր, բարեկամն էր, դրա անունն էր Բոզ։ Գիտեք, ես ուղղակի տնավարի մի հատ բան եմ ուզում ասել։ Միթե Ելիմելեքը եթե ունենար դժվարություն այնպիսին ինչպիսին ունեին Բեթլեհեմում այդ օրը եւ այդ տարիներին եւ այդ ժամանակներին ապրող բոլոր բեթլեհեմցիները, միթե մարդիկ ձև չեն գտել ապրելու, միթե հատկապես Նոեմին, որ ուներ Բոսի նման բարեկամ, որը հասկերի, բիզնեսմեն մարդ էր, հարուստ մարդ էր, միթե դժվար էր, ասենք, մի փոքր օգնություն խնդրել նրանից, օրինակի համար, կամ գնալ նրա մոտ աշխատել, էլ ամբողջ ընտանիքին չառնել, տեղահանանել, դուրս գալ, այս ճանապարհն անցնել, օտարության մեջ ապրել։ Դուք կմտածեք, դե շատերն են այդպես արել, բայց այդ ժամանակների մեջ սա վտանգավոր բան էր, որ Ելիմելիքը արեց, եւ ես այսօր այստեղ եմ եկեք ես վտանգը ցույց տամ։ Դուք ասած ինչ արել, բոլորն էլ այսօր վեր են կենում, փոխում են իրաց երկիրը, գնում են երկար դոլարների հետևից, երկար եվրոների հետևից, աշխատելու եւ այլն ընտանիքը պահ, ինչ կա ստեղ վատ բան։ Ես այսօր վատ բանն եմ քեզ ցույց տալու, շատ վատ բան եմ ցույց տալու, որ արեց Ելիմելեքը իր ընտանիքի համար։ Միթե վատ բաներից մեկը նա չէր, որ վերջում ընդամենը 10 տարիների ընթացքում դա մի հետաքրքիր կարգավիճակ նվեր տվեց թե կնոջը ստատուս եւ թե հարցներին, նրանք բոլորն էլ դարձան որբե վայրի առանց ամուսին։ 10 տարի ապրեց այնտեղ, ես վստահ եմ, 10 տարիները ինձ թույլ են տվել մտածելու, ես 2 օր եմ աշխատել այս պատգամի վրա, 10 տարիները ժամանակ են տվել մտածելու Ելիմելիքին, որ եթե հանկարծ իր հետ վատ բան չպատահեր, չմահանար, կամ որդիները չմահանային, վստահ եղեք իրանք էլ էին շարունակելու տեղ ապրել։ Ես ատեղել եմ վտանգ տեսել, եւ վերջապես որն ատեղի վտանգը, մենք հեսա կմոտենանք դրան։ Այսինքն եթե ինքը չմահանար, կարող է մի ամբողջ կյանք էլ ապրել Մովաբում։ Մի ամբողջ կյանք էլ ապրել Մովաբում, բայց Մովաբը Աստծունը չէ։ Մովաբը դա Աստծո երկիր չէ։ Մովաբի դաշտերում, Մովաբի երկրում չկար Աստված, չկար այն տեղը, չկար Աստծո տաճարը, չկար Աստծո խոստումները, չկային Աստծո հետ իրենց հարազատները կապված, տիրոջմով կապված, չկար ոչ մեկ։ Մովաբը դա աշխարհն է։ Մովաբը դա աշխարհի խորհուրդն է։ Եվ Ելիմելեքը թույլ տվեց իրան ողջ ընտանիքի անունից որոշում կայացնել, առնել կնոջը, երեխաներին եւ դուրս գալ Բեթլեհեմի երկրից, գնալ դեպի Մովաբ։ Կխնդրեմ վերնագիրը մի հատ էլ բարձրացնեմ։ Նայեք այստեղ։
Վերկացավ եւ ասեց. «Կա կարիք, պրոբլեմ կա, սով կա երկրում, հացը պակասել է»։ Վերկանամ գլխիս ճարը տեսնեմ, դուրս եկավ, միգուցե կնոջն էլ չի հարցրել կամ որևէ մեկին էլ, առավ, վերցրեց, նրանց հավաքեց եւ գնաց։ Ես այս պարոնին հարց ունեմ տալու։ Պարոն Ելիմելեք, դուք որ վերցրեցիք ձեր կնոջը եւ երեխաներին ու գնացիք Բեթլեհեմի Աստծո քաղաքից, գնացիք աշխարհ Մովաբի երկիր, դուք չմտածեցիք որտեղ են ձեր երեխաները պաշտելու Աստծուն։ Դուք չմտածեցիք որտեղ եք դուք լինելով հրյա, այսօրվա քրիստոնյաների համար պաշտել, եկեղեցի գալ, չգալ, քրիստոնյաների համար մի հաշիվ է, բայց այն ժամանակ, այն ժողովրդի համար, հրյա ազգի համար սա լուրջ խնդիր է, որտեղ ես պաշտելու քո Աստծուն, որտեղ են երեխաները հաճախելու եկեղեցի, որտեղ է քրիստոնեական այդ կապերը, այդ հարազատական կապերը հրյաների հետ, որտեղ է Աստծո խոստումներն աշխատելու քո կամ քո երեխաների համար, ոնց որ չաշխատեց, մի ընտանիքից եթե մահացան 3 տղամարդ, դա խոսում է լուրջ դժբախտության մասին, մի ընտանիքից որ մահացավ 3 տղամարդ, դա խոսում է այն մասին, որ դրանցից ինչ-որ մեկը քաթով որոշեց սուրին խփել եւ դավաճ ավարտվեց։ Պարզ է, ես այս պարոնին այս եմ ուզում հարցնել, բա դու չես իմանում երեխաներդ, ես ուզում եմ գնամ ապրեմ այս երկրում, ես լսում եմ ինչպես են մար, ես ուզում եմ գնամ, դա դեռ դու ես ուզում։ Արդյոք Աստծուն հարցրել ես, Տեր, քո կամքի մեջ է, որ ես այստեղ գնամ, եթե չէ Ելիմելեքի պատմությունը քո մասին է։ Դու լիքը կգնաս, դատարկ հետ կգաս։ Նոյեմին ոտքերի վրա գնաց, Նոյեմի ամուսինը ոտքերի վրա գնացին, բայց Նոյեմին հետ եկավ, ջարդված, հաշվանդամի նման, կորցրած տղաներին, կորցրած ամուսնուն։ Չեմ ուզում այտենց Մովաբի երկիր, որտեղ սևի կռա կա, ես ուզում եմ Բեթլեհեմում, որտեղ Աստված կա, թեկուզ հացը մի փոքր քիչ։ Այո, ուզում եմ հարց տամ, եղբայրներ այսօր ձեր օրն է, այսօր ձեր տոնն է, եւ այսօր այս պատգամը ձեզ է ուղղված, ես խնդրում եմ բոլոր եղբայրներից այստեղ նայել, ձեր ընտանիքում ցանկացած որոշում կայացնում եք դուք կասեք բա ոնց, լավ եք անում, բայց հարցը սրա մեջ չի, ձեր ընտանիքում ցանկացած որոշում, որ կայացնում եք, այն Աստծով եք կայացնում, սա է կարևորը։ Գիտեք աշխարհում մի հատ լավ խոսք կա։ Չգիտեմ հետո ոնց կթարգմանվի YouTube-ում, բայց դա կարևոր չէ։ Գրված է ամեն քյալից մի ձեն դուրս գալի։ Կա տենց բան։ Ամեն քյալից մի ձեն դուրս գա։ Զգացել եք միտեղ մի պատմություն է եղել, 10 մարդ են հավաքվել, 10 տարբեր բան են առաջարկել։ Բայց մի հատ առաջարկն է տեղ բնակ աշխատելու, բայց ամեն գլխից մեկ։ Հիմա ես ինչ եմ ուզում ասեմ։ Վերջացավ որ գնաց։ Որոշումը կայացրեց, եկի պարզ երևում է ինքնը որոշումը կայացրել, սակայն պարզ երևում է նաև մի բան, որ որոշումը չի կայացված Աստծով։ Որովհետև եթե միտեղ կգնաս, եթե միտեղ մի բան կանես եղբայրս, կապ չունի, այստեղ խոսքը նրա մասին չէ, որ դու վաղը Լոս Անջելեսից դուրս ես գալու գնաս Թեքսասի նահանգ, սրա մասին չէ խոսքը։ Ինչ որ դու որոշես քո ընտանիքի մեջ, եթե դու դա կանես առանց Աստծո, իմացի Ելիմելեքի պատմությունը հետապնդելու եք հետ, լիքը գնալու ես, դատարկ հետ գաս։ Հիշիր, քեզանից մեծ մեկը կա, դա Աստված է։ Եթե դու համարվում ես 60 կամ 70 տարեկան տղամարդ, կամ 40 թե 50, չգիտեմ որ մեկդ որ տարիքին է, դա դեռ չի նշանակում, որ դու այլևս իմաստության կարիք չունես, այլևս դու Աստծո կարիքը չունենք, մի կյանք ենք ապրել, որ եթանք Աստծուն հարցնենք, բա ոնց, Աստծուն չհարցրած տունդ կավիրվի, Աստծուն չմոտեցած տունդ կվերածվի քաոսի, այդպես է թե ոչ? Մենք մեր կյանքում ունենք լիքը դժվարություններ, լիքը դժբախտություններ, որոնք քաղել ենք այն ժամանակ, երբ ապրել ենք անաստված, երբ ապրել ենք մեր սեփական որոշումների վրա կրթնելով, հավանություն տալով մեր որոշումներին։
Օրեր առաջ մեկի հետ էի խոսում եւ հետ դարավ ասեց, ես արդեն քանի տարի ամուսնացած եմ, իմ բոլոր որոշումները ես եմ կայացնում եւ իմ բոլոր որոշումները ճիշտ են։ Ես այդ անձնավորությունը կհիշեցնեի Աստվածաշնչից մի բառ։ Չնայած հիշեցրեցի։ Մարդը, որ ասում է ես ուղիղ կանգնած եմ, Աստվածաշնչն ասում է մի հատ զգուշեղի եւ ուշադիր նայի, այդ ուղիղ կանգնածիդ վրա կասկածի կարող անգնես։ Ամենակարողի արչե զգուշ է պետք խոսել։ Ամեն զգուշ է պետք խոսել։ Հոբը նստած էր մոխրի վրա, տանջանքի եւ տառապանքի մեջ, եւ հանկարծ հոբը վեր կացավ, ավելնորդ ընկերներն եկան, հիշում եք երեք ընկերները եկան, նրանք ասացին, հոբն ասեց, այն մեկն ասաց, մյուսը ասացին դրեցին, ու երբ որ հանկարծ Աստված մեջտեղ եկավ, ասաց, հոբ, այս ինչ մի սեն զրույց ես անում, այս ինչ մի խորաթայեք նստե խորաթայեք անում, մի հատ ասացել է նստի, ձգվի, մի հատ գոտիկդ կապի, իսկն տղամարդը, որ չնայած հիմա գոտիկ չեն կապում, բայց գոտիկը լավ է, ալելույա, ասեց Աստվածաշունչն ասում գոտիկդ կապի, մի խոսքով, և ասեց հիմա նայի ես կխոսամ, դու կլսես, հոբ, մինչև հիմա դու էիր խոսում, ես էի լսում, և գիտեք հոբը ինչ ասեց, և Աստված խոսեց նրա հետ վերջացրեց, հոբը ասեց հետևյալը, այսքան ժամանակ ես լսել էի քո մասին, բայց այսօր աչքերս տեսան քեզ, ու հիմա մի բան եմ ասում, ավելի լավ է ձեռքս տանեմ դնեմ բերանից և իմ լռությունը իմաստություն սեպվի, քան թե ալանի բարադի խոսամ։ Մեզ պետք է հասկանանք ինչ ենք խոսում, ամենակարողը լսում են։ Մենք պետք է հասկանանք ինչ որ մենք անում ենք, ամենակարողը տեսնում է։ Մենք մարդիկ ենք, որոնք Ելիմելեքի պես կկարողացնեն որոշումներ, բայց վաղը կքաղեն որոշումների հետևանքները։ Այո, փառք Հիսուսին։ Եվ մի քանի բաններ։ Քո յուրաքանչյուր սխալ որոշում, սիրելի եղբայրս, կարող է հետևանքներ ունենալ քո ընտանիքի ապագայի վրա։ Ելիմելեքի սխալ որոշումը Բեթլեհեմից գնալ Մովաբի երկիր սխալ էր, հետևանք թողեց ընտանիքում, նա ընտանիքին կտրեց Աստծուց, ընտանիքին հեռացրեց Աստծո խոսքից, բոլոր հրյաները ունեին ավանդույթներ, ունեին սովորություններ, գնալու տաճար, այնտեղ զատկի տոն տոնելու, բաղարջակերած տոն տոնելու, տաղավարած տոն տոնելու, վրանների տոն տոնելու, չգիտեմ ինչեր տոնելու, մեմորայի տոն եւ այլն, բա այդ տոները որտե տոնեցիր։ Բա որտեղ Մովաբի երկրում գտար տաճար չես գտել, պատմությունն է մեզ ասում չես գտել։ Որովհետև եթե դու Մովաբի երկրում գտնեիր Աստծուն, չնայած չես գտնի, որովհետև արդեն առանց գտնել եւ առանց Աստծուն հարցնել ես այդ երկիր գնաց է, միգուցե այսպեսի ավարտ չունենայի։ Ուզում եմ հաջորդ բանը տեսնենք։ Քո ոչ մի կայացած որոշում չի կարող ունենալ գարանտիա, երաշխիք, եթե չես հարցրել Աստծո կամքը։ Ես որոշել եմ ես ինչը անեմ, ես գնալու եմ էդի անեմ։ Եղբայրս, փառք եմ տալի Աստծուն, որ հենց չգնացած տեղ ես, որովհետև այս խոսքը կամ քեզ օգնելու է, կամ քեզ դատելու է, վաղ։ Կամ քեզ օգնելու է, կամ քեզ դատելու է։ Քո ոչ մի կայացած որոշում չի կարող ունենալ գարանտիա, որ դա լավ է ավարտվելու, եթե այն չես համապատասխանացրել, չես հարցրել Աստծո կամքը, չես համապատասխանացրել Տիրոջ կամքի հետ, կամ մարդ որ համաձայն է ինձ հետ, համաձայն է։ Գիտեք, ոչ միտեղ չի գրված, որ Ելիմելիքը գող էր։ Ոչ միտեղ չի գրված, որ Ելիմելեքը անբարոյական անձնավորություն էր, կնոջը դավաճանել էր, անգամ ոչ միտեղ չի գրված, որ նա անաստված մեկն էր, բայց ես ուզում եմ մի բան հասկանամ, ինչ է սա թողել քո հետևից, ինչը պատճառ դարձավ, որ քո ընտանիքը տուժվեց, նմանատիպ մի պատմություն ուզում եմ հենց հիմա մի քանի տողով կարդանք Թագավորաց գրքից, նման մի անձնավորություն, մի մարգարեն չէր կարող սուտախոս լիներ, այսօրվա մարգարեների հետ չեմ համեմատում, որովհետև այսօրով ոտի ականգնում, ասում եմ ես մարգարե եմ, այսօրով ոտի ականգնում, ասում եմ ես եմ, ես այսօրվա մարգարեների հետ գործ չունեմ, բայց հին ուխտում
Եթե մեկը կոչվում էր մարգարե, դա շատ լուրջ անձնավորություն պիտի լիներ։ Այդ մարդը պիտի ունենար մաքուր բերան, այդ մարդը պիտի լիներ սուրբ, որովհետև ինքը Տիրոջ բերանից առնելու է եւ ժողովրդին տա։ Այո, եթե դու գիտես ինչ է նշանակում հինուխտում լինել մարգարե, նշանակում է այս մարդն է, վատ մարդ չէ, մարգարե մարդ է, միգուցե լավ մարդ է, բայց մի հատ նայի, մեկ սխալը ազդեց ամբողջ ընտանիքի վրա։ Ես ուզում եմ ասեմ պարտադիր չէ, որ մենք գրենք, որ Ելիմելեքը գինեմոլ է եղել, գրպանահատ է եղել, այ դրա համար էլ ընտանիքում էս է եղավ։ Կամ այս մարգարեն ստախոս մարգարե է եղել, եթե նա ստախոս լիներ, կամ անաստված մեկը լիներ, այդ մասի Սուրբ Գիրքը կնշեր, բայց նա ինչ է ասում։ Եվ չորրորդ թագավորած 4 գլխի առաջի խոսքից եւ մարգարեների որդկանց կնիկներից մեկը աղաղակեց դեպի Եղիսեն ասելով. Ծառատ իմ որդը մեռել է։ Ծառատ մարգարեն եղել է Աստծո ծառա։ Չի ասում, որ այդ մարդը վատ մարդ է եղել, ասում է ծառատ իմ մարդը մարգարե է եղել եւ մեռել է։ Ահա, մեռել է։ Եվ դու գիտես, որ ծառատ մի հատ նշեք երկյուղած էր, այսինքն Աստծուց վախեցող մեկն է եղել։ Տեսեք մարդու որակը, թե այս մի պերսոնաժին, որ ունեինք, որի մասին պատգամն է, շատ բան գրված չէ, բայց գրված է նա Աստծո ծառա է եւ Աստծուց երկյուղ ունեցող մարդ է, երկյուղած է Տերիցը, բայց պարտատերը եկել է, որ այն երկու երեխեքին իր համար ծառաներ անե։ Ով է այս պատմության համար պատասխանատու։ Մարգարեն մեռե գնացել է, հիմա եկել են, որ մարգարեի որդիներին տանեն պարտքի փոխարեն։ Ով է պատասխանատու։ Մարգարեն, հայրը, պարտադիր չի մարդը լինի ստոր մեղավոր, վատ մարդ, գող կամ ավազակ, ես այսօր չեմ բարձացել մարդկանց որակավորման մասին խոսել, որ այս որակի մարդը կարող է ունենալ Ելիմելեքի պես պատմություն, ոչ, այդ մարդն էլ չի եղել վատը, այս մարգարեն էլ չի եղել վատը, բայց ինչու Աստված այս հարվածները թույլ տվեց, թե մեկի տան մեջ, թե մյուսի տան մեջ, որովհետև մի բանը, որ արվում է առանց Աստծուն հարցնելու, առանց Աստծո կամքի, այն ունենում է ողբերգական ավարտ, եւ դու մի ամբողջ կյանք կարող է լաց լինես նրա համար, որ ամեն ինչ արել ես առանց Աստծուն հարցնելու։ Չկա ոչ մի հաջողություն, չկա ոչ մի ուրախություն, օրհնություն ցանկացած այն տղամարդու համար, որ համարվում է տան գլուխ, եթե քո գլուխը Քրիստոսը չէ։ Չկա քեզ համար ուրախորեր։ Թե կա։ Կյանքն է ցույց տվել, որ չկա։ Հատկապես այս ժամանակներն, պիղծ ժամանակներ են, անիրավ ժամանակներ են։ Մեղավոր մարդկանց, ոնց ասեմ քեզ, հասկանալի է մեղավոր, բայց այս աստիճան, ես երեք աղոթում էի ու մտածում էի, մեղքի գարշահոտը հասել է Աստծո քթին, մեղքի գարշահոտը, եւ հետո ասում ենք Տեր մի արի, Տեր ես ինչ է կատարվում, կարող է երրորդ համաշխարհայինը սկսվել, հա ինչու ոչ։ Հիսուսն ասել է չի սկսվելու, Մատթեոս ավետարան 24-րդ գլխում եւ 11 կիրակի ունեցանք պատգամ Գալատյան նշանները, չէր ասում Հիսուսը, ասում են ամեն բան լավ լինի, ընկերներ ոչ մի բան լավ չի լինելու, էլ լավ չի լինելու, ամեն բան մոտենում է իր տրամաբանական ավարտին, դուք ես լավ պահի, այդի կարա լինի, դուք ես լավ պահի, դու որքան հնարավոր է մոտեցիր Աստծուն։ Գիտեք, այս մի քանի օրերը կարելի ասել մտել եմ ու դուրս եմ եկել, մտել ու դուրս եմ եկել ներքին սենյակ։ Հոգուս մեջ մի հատ անհասկանալի տխրություն, անհասկանալի ծանրություն, մի դժվարություն էր եկել ներսումս։ Ուզում էի հասկանալ ինչն է պատճառը, լավ այսքան աղոթեցի, դուրս եկա ոչ մի բան, հետո նորից աղոթեցի, դուրս եկա ոչ մի բան, լավ նորից գնացի, լավ գիշերը, բայց մի բան ասեմ։ Ես հասկանում եմ, որ վատ ժամանակներ են եկել, չեն գալիս եկել, ամբողջ աշխարհը խառնված է իրար։ Մենք նայում ենք, թե ես չեմ մոռանում պատգամից այս մասում կանգ եմ ուզում առնել, մենք նայում ենք, թե ինչպես Իսրայելը ուղղակի, ոնց ասեմ, ցնցոտի շորը տեսել եք ծակծկած,
Այդ են ցնցոտի սարքեց Իրանի տարածքը, յանին այլ պակաս չմնաց, մի հատ էլ ամենալավագույն տեղերում Թել Ավիվ եւ այլն ցնցոտի սարքեց Իրանը։ Հետո մեռնում են մարդիկ։ Ապակամվում է Աստծո ստեղծագործությունը։ Աստծո արարչագործությունը վերածվում է մի մեծ աղբակույտի։ Եվ դուք ասում եք դեռ ամեն բան լավ է լինելու, երանի այն մարդուն, ով մովաբուն չի ապրում, երանի այն մարդուն, ով նախընտրեց ապրել Բեթլեհեմում, այստեղ միշտ հաց կլինի քեզ համար։ Տղամարդը, որ տուն է մտնում, ասում է, ուզում եմ հիշացնեմ ձեզի, ով է ստան տղամարդը, ուզում եմ հիշացնել, ով է ստան մեջ շալվար հագնում, դե էդի մի հիշացու շալվար բոլորս ենք հագնում, ատեղ դու կարող է հագին բոլորվես, շալվար բոլորն են հագնում, ալելույա, բայց ես ուզում եմ, որ դու նայես, ինչ ասում Պողոսը Կորինթացիների թղթում տղամարդկանց, խնդրում այստեղ նայր։ Առաջի Կորինթացիներ 11:3-ում գրված է, բայց կամենում եմ, որ դուք իմանաք, Պողոսն է ասում, գիտեք, եղբայրներ, ասում է, բայց կամենում եմ, որ դուք իմանաք, թե ամեն մարդ, դա չի նշանակում ամեն անձնավորություն, ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, եւ ամեն կնգա, տեսեք, փոխեց, կնգա, մարդը դա տղամարդն է, կնոջ գլուխը քո գլուխը քո ամուսինն է։ Հիմա ամուսինները ես երկրորդի վրա շատ շուտ կսովորեն այս նախադասությունը, բայց այն առաջինը խիատ են շուտ մոռացվում, չգիտեմ։ Ուրեմն ամեն մի տղամարդու գլուխ Քրիստոսն է, եւ ամեն մի կնգա գլուխ իր մարդն է, եւ Քրիստոսի գլուխն էլ Աստված է։ Վաու, նայում եք այստեղ, հայր, սա մեր հայրաստումասին է, Հիսուս, հետո նրանից է, մեզ նայեք որտեղ ենք մենք, են ռոզվին ենք։ Են ռոզվի, նեղվեցիք։ Կարևորը որ կանք։ Ես կավելացնեմ, կարևորը կապ չունի, որ ռոզվին ես ու փոքրն ես, կարևորը, որ այդ երարխիան գլխիդ լինի։ Ամեն։ Բա ինչ եմ ես այս համարը բերել, գիտես ինչու եմ բերել, որ եթե մի տղամարդ ամեն ժամանակ այդ դրոշակը կթափահարի, նա չէ ավատան տղամարդը, ես եմ մեր դան տղամարդը, ուզում եմ այդ տղամարդուն ասել, որ եթե քո գլուխը Քրիստոսը չէ, այդ նշանակում է ոչինչ, որ տան անդամները քեզ լավ չեն լսում, որովհետև եթե քո գլուխը Քրիստոսը չի, քեզ ոչ մեկ չի լսի, որովհետև եթե քո գլուխը Քրիստոսն է, ապա դու պիտի սնվես այդ գլխից, այո, պիտի սնվես այդ գլխից, դուք որ լավ, ձեր ջրերը ստեղ լավը չեն, նա Հայաստանին բերեմ, ձեր սաղ ջրերը ֆիլտրացված են, Հայաստանում որ գնում ենք, մենք չենք մտածում, ջուր առնենք, բալոն եւ այլը, աղբյուրը բացում ես եւ ջուրը գալիս է, այդ աղբյուրից ես սնվում, չէ, այդ աղբյուրից խմում ես, այդ աղբյուրից ճաշ ես պատրաստում, ափսեներն ես լվանում, լողանում ես, ամբողջ, այսինքն աղբյուր, որ լուծում է քո բոլոր եւ քո անձնական եւ քո կենցաղային խնդիրները, ուզում եմ ասեմ, եթե որևէ մի տղամարդ ասում է, լավ իմացի, ես քո գլուխն եմ, հրոգո, պաղաբեր հա, չէ նանորվա պատգամը չլսեցի, ասեց որ կնգա գլուխը մարդն է, ես վստահ եմ քույրերեն առաջին նախադասությունը հաստատ լավ կսովորեն, բայց ինքն ասեց, որ նաև ամուսնու գլուխն է Քրիստոսն է, ու եթե ամուսինը չի սնվում Քրիստոսից, այդ ընտանիքում կլինի քաոս, այդ ընտանիքում կարա հանգիստ լինեն ավերվածություններ, այդ ընտանիքում կարա կինը հանգիստ չհնազանդվի ամուսնուն, գիտեք ինչու, որովհետև ամուսնու մեջ չի տեսել Աստծուն, որ կինը խոնարհաբար հնազանդվում է իր ամուսնուն, նրա մեջ տեսնում է Աստծուն, գիտեք ինչպես է Աստծուն տեսնում, ամուսնու իմաստությունով, ամեն, հալելույա, հալելույա փառք Տիրոջը։ Գիտեք, դուք ծիծաղում եք, ինչ որտեղ զարմանում եք, ես մի անգամ գնացել է, չեմ կորել, մի մտածեք, որոշել եմ էլ չկորեմ, մի անգամ գնացել է Շեղմանոքսի մոլը և հենց մոլի պարքինգում ես մի բան տեսա, որ այսքան տարի ապրում եմ, այստեղ այդպես բան չէի տեսել, մի հատ տղամարդ գորգ, փոքրիկ գորգ, ինքնասևական էր, փոքրիկ գորգ, ինձ թվում է ինքը մուսուլման էր, փոքրիկ գորգ, երևի աղոթքի վախտը բռնեց իրա, ինչը բռնեց, չգիտեմ, մի խոսքով,
parking-ի մեջտեղում գորգը դուք տեսել եք այդ բան, ես տեսա, parking-ի մեջտեղում գորգը փռել էր եւ երկրպագում էր Աստծուն ասացի Երանի քո կեսի կեսը լինեին քրիստոնյաները, հատկապես տղամարդիկ, մենք չէինք ունենա բաժանված ընտանիքներ, մենք չէինք ունենա քանդված ընտանիքներ, չէր մեծանա ու շատանա անհայրությունը, եթե յուրաքանչյուր կնոջ գլուխ լիներ ամուսինը, ամուսնու գլուխ լիներ Քրիստոսը, չէր լինի դա այդպես։ Վերկացավ, սկի պետքը չէր, ով նայում իրան, խեն նայում իրան, վերկացավ մարդը ծնկեց, գետին սկսեց աղոթել, ես զարմացա, այսօր քրիստոնյա տղամարդուն որ ասում է, ես քրիստոնյա, անտես խաչը, լավ տես մեջ նայի, ես կիլոնոց խաչ ունեմ կախած, նոց կիլոնոց խաչ, դուք նկատել եք, մենք ամեն ինչն ենք մեծ շատ առնում, կարտոշկե, դու հեչել է որ գնաց պուչուր կարտոշկա առնես, Աթող չայնիզներն առնեն, մենք հայերես ընտիկ, մեր կարտոշկեքը, սոխը, մեր գլխի չապ, այս կան, ընտիկ, մեր խաչերն են, մի կիլանոց են, շատ լի, քիչ չլնի, դա ազգային բնավորություն է։ Կարտոշկայի մեծը օգուտ կտա քեզ, սոխինն էլ հետը, այդ խաչը մեծը թե փոքր օգուտ չի տալու քեզ։ Կարևորը այն խաչի վրա կախված խաչյալին, որ մեռել է քեզ համար եւ քեզ ստատուս է տվել գլուխ լինելու որևէ կնոջ, այդ խաչյալին ունենաս մինչեւ երկին գնալը, քո սրտի մեջ, ամեն։ Ապա ոչ թե ամաչես, որ ասեն եկեղեցիս գնում, ես տղամարդուն ասում, ես գզիկ չեմ։ Ասորեն գզիկ տղամարդիկ են գնում եկեղեցի։ Ելեմելեքը քեզ բան ունի ասելու, եղբայրս, Ելեմելեքը քեզ բան ունի ասելու, ամեն ծունկ գրված է, պիտի ծալվի նրա առաջ, չի գրված կանանց ծունկները, ամեն ծունկ տղամարդ ես թե կին ես, պիտի իմանաս, կամ մի հեղինակություն այս աշխարհում, որի առաջ պետք է ծնկել, երկրպագել դա Հիսուսն է։ Անկախ նրանից, թե որ եկեղեցի, սա ուզում եմ ուշադիր լսենք, թե որ եկեղեցի է հաճախում դու, գիտեք, ես նկատում եմ մի հատ տենդենս կա, ես գնամ այն եկեղեցին, ընդեղ ասում են շատ մարդ կա, գալիս են ստեղ, ձեզի YouTube-ով տեսանք, ձեզի նրանով տեսանք, սրանով տեսանք, այսպես տեսանք, այնպես տեսանք, եկան գնացին, մենք ավելի հատված ենք լինելու ավելի մեծ եկեղեցիներում, ես ուզում եմ քեզ մի բան ասեմ, սա կարդամ հետո ասեմ, անկախ նրանից, թե որ եկեղեցին եք հաճախում, այն մեծը թե փոքր Ուժեղ եկեղեցի է թե թույլ, մանկական ծառայության մեջ շատ երեխաներ կան թե չկան, կապ չունի, որ վայրում է գտնվում, կապ չունի, մեծը թե փոքր, կապ չունի, ավելի լավ է, թեկուզ փոքր, եկեղեցու ներսում լինես, քանց թե աշխարհում եկեղեցու դռներից այն կողմ, դա մովաբն է, գիտես, եկեղեցին, որը դու հաճախում ես, կամ եկեղեցիներ, որոնք կարող է ավելի փոքր լինեն քան քո եկեղեցին, Բոլոր եկեղեցիներն էլ Աստծունն են, գիտես դա, բոլորն էլ Աստծունն են, մի օր Աստված տեսնում ենք, մեգա եկեղեցիները փակվում են, մեգա ցերկվները եւ գրում են, վաճառվում է, բայց հազարանոց մարդիկ ուր գնացին աշխարհ, եկեղեցիները վերածվում են դիսկոտեկաների, եկեղեցիները վերածվում են շոուի, ինչ-որ թատրոնի եւ այլն, բա մենք զարմանում ենք առաջ այդ եկեղեցու եւ շենքով եւ մեծությամբ, ես ուզում եմ ասել, ուզում եմ մեծ, ուզում եմ փոքր, ինչ եկեղեցի ուզում լինի, դա Տիրոջինն է, նա է որոշում, բացել, փակել, մեծացնել, աճեցնել, նա ով էր, որ ասաց մի վախեցիր փոքրիկ հոտ, հայրս հաճեցավ իր արքայությունը քո մեջ ունենալ, ամեն, եկեղեցին կարող է փոքր լինել, բայց առողջ Եկեղեցին կարող է փոքր լինել, բայց իմանալ, որ եկեղեցու գլուխը Հիսուսն է։ Եկեղեցին կարող է փոքր լինել, բայց ունենա առողջ վարդապետություն։ Նայել Քրիստոսին ու միայն Հիսուսին։ Ամեն։ Բայց ավելի լավ է լինել եկեղեցու ներսում, ուզում այն մեծ կամ փոքր, քան թե լինել եկեղեցու դռների ետևում։ Ելիմելեքի մեծագույն սխալը հետևյալն է, նա ոչ միայն առանց Աստծուն հարցնելու առավ ընտանիքին եւ տարավ Մովաբի երկիր, օտար երկիր, որտեղ չկար իր Աստվածը, որտեղ չկային իր հետ Աստծո ուխտի հետ կապված մարդիկ, իր ժողովուրդը, իր ազգակիցները, ոչ մեկ չկային։ Նա իր ընտանիքին նույնպես կտրեց եկեղեցուց։ Ելիմելեք, բա դու չմտածեցիր, որտեղ են երեխաներդ գնալու եկեղեցին։
Որտեղ են երեխաները սովորելու աղոթել։ Չմտածեցիր ով է երեխաներից սովորեցնելու 10 պատվիրանները, չէ որ դուք հրի ազգ եք եւ դուք գիտեք, որ դուք բոլոր ազգերից տարբերվում եք։ Ձեր կրոնով, ձեր ուտելիքներով, ձեր մշակույթով, ձեր ավանդույթներով, ամեն ինչով, այն երկիրը Մովաբի որ գնացի, այնտեղ Եհովա չկար, այնտեղ որ գնացի, քո Տեր Աստվածը չկար, չկային քո քրիստոնյա, քո հավատացյալ ժողովուրդը, չկային քո բարեկամները, ինչպես փոկեցիր, ինչպես, ինչ իրավունքով արմատախիլ արեցիր քո ընտանիքին, տարար տնկեցիր Մովաբի դաշտերում ու նրանք չաճեցին։ Գիտեք հող կա որ տեղը փոխում ես, բույս կա որ հողից հանում ես տեղը փոխում ես, չի աճում, ասում են խռովեց։ Տենց երեխաները խապաներն է խոսում։ Չխռովեց։ Ուղղակի այդ տեղը իր տեղն էր ու որտեղ որ դու որոշեցիր, այդ հողի հետ ծանոթ չէի, դրա համար էլ լավ չաճեց։ Բույսը որ բույս է, գիտի իր հարազատ վայրը որն է, այդտեղ էլ աճում է։ Ամեն։ Բույսը որ բույս է, գիտի որտեղ աճի։ Առնես պոկես եւ քո ընտանիքին տանես կամ ընտանիքում որոշումներ կայացնես, ես որոշել եմ, քնից էլ լավ, ես որոշել եմ այսպես անեմ։ Մի տղամարդ, որ չունի ներքին սենյակ, մի տան հայր, մի տան գլուխ, որ չունի ներքին սենյակ, ես ավելի ինքան վստահ եմ, որ նման հոր որոշումները ողբերգական կավարտվեն ընտանիքի համար, շատ ողբերգական։ Երեխաներդ երբևիցե տեսել են, որ դու աղոթում ես։ Ուզեցել են մտնել այդ սենյակ, մաման ասել է ձեռք չտաս, դուրը չբացես։ Խի, պապան աղոթում է, ապրեր որ աչքերդ դա տեսնեմ։ Ուղղակի ապրեր որ աչքերդ դա տեսնեմ, որ քո ամուսինը ոչ թե պորնոգրաֆիա նայի, այլ ներքին սենյակում Աստծուն երկրպագի։ Ամեն։ Կարող են մարդիկ լինել, որ երեխաներին չբերեն մանկական, հավատա հետո դու ամբողջը հնձելու ես, սիրելի քույրս, եղբայրս, անպայման հնձելու ես։ Ես չգիտեմ հիմա ինչ է կատարվում այս դռների ետևում, որտեղ մանկական ծառայությունն է անցնում, բայց իմացի, եթե մի փոքրիկ բան, ընդամենը մի նախադասություն, այսօր նրանք սովորած տուն գան, իմացի, դրանք փոքրիկ քարեր են, որ հետո կառուցվելու է երեխայի փոքրիկ սրտում որպես մի տաճար, որի մեջ ապրելու է Աստված։ Լավ է Բեթլեհեմում, քան թե Մովաբում։ Ինչպիսին է որ լինի եկեղեցին։ Եկ այստեղ քո ընտանիքի անդամներին էլ բեր ավետարանի ու եկեղեցին շատ մեծ կլինի։ Ապա ոչ թե արի եւ պահանջի Այ մեծ ըլնեիք, նստելու տեղ չունենայիք, կհասկանայինք և այլն։ Մի հատ համար եմ ուզում նայես։ Մատթեոս ավետարան, ես այնքան եմ սիրում այս համարը։ Ջախջախված եղեգը Աստված չի թողի փշրվի, և հանգչող պատրույքը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթության հանե։ Եթե անգամ ոնց ասեմ, եկեղեցին, որ դու գալիս ես ինչ որտեղ կարող է դու մի բանը ջախջախված ես տեսնում, ես քեզ բան ունեմ ասելու, դա նորից Հիսուսինն է, ջախջախված է, պատրույքը պլպլում է, բայց դա չի թողել մարի եւ չի թողել եղեգնը ջախջախված է սրա նրա ոտերի տակ մնա, որ եկեղեցիներ ուզում ես գնա, դա Հիսուսինն է, բոլոր եկեղեցիները Հիսուսինն են, ամեն Եվ նա է նրանց բարձացնողը, այդ եթե ջախջախված է, ուղղակի օրինակ եմ բերում, ջախջախված է, այդ ջախջախվածին ինքնավոտի կանգնացնող լույսը մարում է, նոր լույս տվող է, ինքն է ճրակակալը և ճրակակալը կեղտոտվել է, լվացողը ինքն է, ճրակակալի յուղը պակսել է, յուղը ավելացնողը նա է, եկեղեցին Հիսուսինն է, լավ է լինել եկեղեցու, քան թե Մովաբի երկրում, մեծ փողերի կամ եսիմի չերազանքների ետևից գնաց, առանց Աստծո որոշումը հարցնելու, դու պարտված ետ ես վերադառնալու։ Նոյեմին գնաց ընտանիքով, երեխաներով ամուսնով, Նոյեմին ետ վերադարձավ որպես որբևայրիկին։ Հիմա տեսեք Նոյեմին ինչ է ասում Աստծո մասին, բայց մինչև իրեն հասնելը մի բաներ ենք նայում, եկեք հենց նայենք, Վերադարձ Բեթլեհեմ,
Գիտեք, գրված է, որ Նոյեմին լսեց, որ Բեթլեհեմում հաց են տալիս, հետ եկավ։ Դա թողնում եմ ձեր դատողությանը։ Բայց գրված է, երբ որ լսեցին, որ Բեթլեհեմում հացը պակասել է, գնացին։ Մարդը պետք է այդ աստիճան չլինի որովային ապաշտ։ Աստված եկեղեցում լինել, երեխաները լինեն եկեղեցում, ավելին է, քան հագ, կապ, ուտել, խմել կամ ինչ կքշես։ Ինչ կասեք։ Ինձ համար առաջնայինը, որ իմ երեխաները սիրեն եւ ծառայեն Աստծուն, ինչը անում են փառքասում։ Իմ երեխաներից ոչ մեկ, ոչ էլ երեխաներիս երեխաները չեն պատերազմում Աստծո հետ։ Հատկապես մեծ աղջկաս երեխաները երևի կարելի ասել ապրում են եկեղեցու շենքի մեջ։ Դրանց հազիվ տուն են բերում ծնողները։ Մի ծառայությունից ելնում են, վազում մտնում մյուս ծառայություն, մեկից ելնում, վազում մտնում մյուս ծառայության։ Ինչու որովհետև այդպես դաստիարակվել են։ Առաջինն Աստված։ Այդ երեխան չի կարող վատ մարդ դառնալ։ Այդ ծնողը թող արխային լինի։ Այո, այդ ծնողը թող արխային լինի, ում երեխան մեծանում է Աստծո տանը։ Անգամներ է լինում, որ ես հանդիպում եմ ձեր երեխաների հետ, նայում եմ նրանց ու ասում եմ, դու այնքան փոքրիկ էիր, մտքումս, որ դու եկար այս եկեղեցի։ Որոշները այստեղ են հենց ծնվել, դարձել են արդեն մեծ աղջիկներ եւ մեծ տղաներ։ Ու նայում եմ ու ասում եմ, տարիներ շարունակ այս երեխաները լսել են Աստծո մասին։ Ինչպիսին էլ որ լինի նրանց կյանքը, ինչպես էլ որ կյանքում դուրս գան աշխարհ գնան ապրելու, ամուսնանալու, մեկը դու այլևս Հիսուսին չես հանի նրանց սրտից։ Տարիներով այն խորացել է նրանց սրտի մեջ, խորացել է Աստծո խոսքը նրանց սրտի մեջ։ Նրանք շատ անգամներ կնկատեք նկարների մեջ գետնի վրա ծնկած աղոթք են անում։ Եվ քրիստոնյաներ կա որ կասեն, «Ոյ ամոթ այդ նկարները թող չերևական մի բան, ինչու՞» Չլինի այն օրը, որ կարոտես, որ տնած ոնց է եղել ծնկների վրա Աստծուն պատվում։ Թող քո համար ամենամեծագույն օրհնությունը լինի նա, որ տնած որ երեխան ներքին սենյակ ունի, պաշտում Աստծուն, ծառայում Տիրոջը, դու շատ օրհնված պապա կլինես, դու շատ օրհնված հայր կլինես, բայց նայիր այսօր 10 տարեկան, 12 տարեկան երեխաներն արդեն հունից դուրս եկած բաներ են։ Նա արդեն ինքն է որոշում ինքը տղա լինի, թե աղջիկ, թե մորքուր։ Դժբախտություն ընկերներ։ 10 տարեկան երեխան կարող է զենք վերցնել, մտնել տուն ու տան անդամների ճակատին շարել։ Քո երեխաները Աստծո տանն են մեծանում, սիրո օրենքի մեջ։ Ամեն դրա համար միշտ եւ դու եւ երեխաներդ եղեք Աստծո տանը։ Լավ է լինել Բեթլեհեմում, թեկուզ մի փոքր հացը քիչ, քան թե շատ հացով Մովաբի երկրում անիծյալ ու ողբերգական կյանքով։ Անկախ նրանից, թե որքան դժվար ժամանակներ են այսօր ձեր ընտանիքի համար, ինչպես Ելիմելիքի համար, մի երազեք, մի ցանկացեք լինել Մովաբի դաշտերում, մի ուղղեք ձեր աչքերը դեպի Մովաբ, որովհետև այնտեղ օրհնությունը վերածվում է անեծքի։ Այսպիսի վիճակ է եղել Ելիմելեքի ժամանակ Բեթլեհեմում սով է եղել, դաշտերը ցորեն չեն տվել, եւ Ելիմելեքը վեր կացավ միգուցե Բեթլեհեմի սարերից մեկի վրա միգուցե նայեց Մովաբի երկիր, նայեց եւ ասեց, «Վա՜, այնտեղ կանաչ, պես Մովաբի ինչ կանաչ է»։ Մովաբի երկրում հաց կա։ Սենց մի բան կարծեմ Հիսուսն է ասել, «Ինչ ամփանեղ է ու փշոտ, բարձր ետքն է կյանք եւ խաղաղություն ու հավիտենական կյանք, բայց լայնն է աշխարհ տանող ճամփեն, դիսկոտեկաներ, ռեստորաններ, քեֆեր, ուրախություններ, նարկոտիկներ, անբարոյականություն, դավաճանություններ, հարբեցողություն, բայց դրա վերջը դժոխք է, Մովաբի վերջը դժոխք է, Բեթլեհեմի վերջը հավիտենական արքայություն, մնա Բեթլեհեմում, մնա Բեթլեհեմում, ամեն, մնա Բեթլեհեմում, հալելույա,
պատմություն պատմել։ Չեմ հիշում դա որ թվականներ, բայց ես այդ պատմությունը ինչքան ապրեմ չեմ մոռանամ։ Երկու ընտանիք, երկու եղբայրներ որոշեցին Հայաստանից գնան Կրասնոդար։ Ես այդ լուրերով տեսա։ Եվ գնացել էին Կրասնոդար ապրելու Խոպան։ Գիտեք, հայաստանցիները հատկապես Քյավառի ժողովուրդը, Մարտունի եւ այլն սիրում են այդան Խոպան, ուրեմն ձմռանը գալիս են, գարնանը գնում են։ Աշնանը արդեն ուշ աշնանը գալիս են, որովհետև ձմեռը, ինչ ասֆալտ, ինչ գործ եւ այլն, բայց գարնանը գնում են։ Այս երկու եղբայրները վերցրեցին իրանց կանանց նույն ելի մելեքի նման։ Վերկացան, ամեն մեկ ունեին երկու երեխաներ, առան նաեւ իրանց մորը եւ գնացին Կրասնոդար, գնացել էին ուտել խմելու, աշխատելու եւ մի օր որոշել էին գնային ուտել խմելու, ձուկ բռնելու։ Եվ պապաները, այդ երկու եղբայրները, որոշել էին իրենց տղա երեխաներին, աղջիկ երեխաներին ցույց տան ինչպես են նավակով ձուկ բռնում։ Ուղղակի գնացել էին աշխատելու, ուղղակի տենց հավաքել էին տունը, տեղը, մորը, երեխաներին եւ այլն գնացել էին եւ ցույց տալի որ կանայք նստած են գետնի վրա հացն են սարքում, բադրջանն են մաքրում եւ այլն, իսկ տղամարդիկ երկու եղբայրները վերցրեցին իրենց երեխաներին, ամեն մեկը իր երկու երեխային նավակով գնացին եւ երեխաներին ուզում էին այդ ծովը ցույց տային։ Պատահական, եմ ոնց ասեմ, եմ որ օրը ցերեկով, պարզ երկինք, անամպ երկինք, հանկարծ եղանակը մեջտեղում լճի եւ խորացել էին, վատացել էր եւ չէին կարողացել կառավարեին նավակը շուռ էր եկել եւ վեցնել մահացան։ Գիտես, նրանց Հայաստան բերեցին թաղելու։ Նոյեմին եւ նրա երկու հարսները հետ եկան կորցրած տղաներին եւ երեխաներին։ Սա դժբախտություն է, ոտդ տանից դուրս չգցես առանց Հիսուսին հարցնելու։ Իմ սիրելի թանկագին եղբայրներ, ես ձեզ մի բան եմ ուզում ասեմ, որպեսզի ապրես հանգիստ կյանքով, որպեսզի տանդ մեջ չլինի տագնապ, անհանգստություն, լաց, կռիվ, բաժանություն։ Ես այսօր քեզ նվեր եմ բերել։ Իմ նվերը շոշափելի չէ, իմ նվերը թղթադրամ չէ, բայց ես քեզ մի նվեր եմ բերել եւ ուզում եմ ասեմ սա մի նվեր է որ կաշխատի քո կյանքում, եթե դու դա այդպես անես։ Ես քեզ նվեր եմ բերել, ուզում եմ իմ կողմից քեզ տամ ու դու ինչքան ապրես, չմոռանաս ոչ այդ նվերի համար, ոչ էլ այն ինչ որ հիմա ասելու եմ, որպեսզի ընտանիքդ ապրի հանգիստ եւ այս խայտարակ կատաստրոֆաները որ դու տեսնում ես, մարդիկ հասած ծիրանի պես ծառից թափում մեռնում են։ 10 տարեկան երեխան մեռնում է քաղցկեղով։ Նոր ամուսնացած հարցերը դեռ 2 ամիս ամուսնացել է, հայտնաբերել են քաղցկեղ։ Նորածին երեխան ծնվել արդեն հիվանդություններով, որոշները մեռնում են այսինչից, մյուսները կատաստրոֆաներից, Հնդկաստանի օդանավը ընդամենը 30 վայրկյան պոկվել էր գետնից, 30 վայրկյան, 30 րոպե չէ, կես րոպե, 30 վայրկյան հետո ինքնաթիռը վայր ընկավ հանրակացարանի վրա եւ մեռավ 300 մարդ։ Փրկվածներից մի տղամարդու, որը անհասկանալի էր ինձ ինչ հրաշքով էր այդ տղան փրկվել, հարցրեցին, «Էս ոնց եղավ, որ դու փրկվեցիր»։ Ասաց, ինքնաթիռ գնալուց նստելուց առաջ կնոջս ասացի, գնում եմ Լոնդոն, որովհետև ռեյսը թռնում էր Լոնդոն։ Ինչ կուզես բերեմ ձեզ համար։ Կինս ասեց, ոչինչ։ Ես Աստծուն աղոթել եմ, քեզ ողջ ու առողջ բերի։ Սա է աղոթքի զորությունը, ամբողջ ինքնաթիռի 260 ուղևորներից եւ հանրակացարանի մեռած 40-ներից փրկվեց մի տղա, ում կինը աղոթել էր եւ ասել էր, Տիրոջը խնդրել եմ, որ քեզ ում բերի։ Եղբայրների նվերս հետևյալն է, եթե դու չունես ներքին սենյակ, եթե դու ժամանակ առ ժամանակ չես կարոտում Աստծուն, եթե ժամանակ առ ժամանակ չես ասում, նստեմ մեքենաս, ուր ես գնում, նա տեղում եմ էթալու, էսա մի կես ժամից կգամ, գնա մի հատ պարկ, մեքենակ մի տեղ պարքին գարա, գնա և սկսիր քայլելով խոսել քո հորդ հետ։
Ես կարող եի ասեի խոսի Հիսուսի հետ։ Ես կարող եի քեզ ասեի խոսի քո փրկչի հետ, բայց ես քեզ ասում եմ գնա եւ խոսի քո հորդ հետ։ Միգուցե շատերը կան, որ ունեն երկրավոր հայրեր, նրանց հայրերը կենդանի են, բայց այդ հայրերից ավելի շատ դառնություն են քաշել, չեն ստացել դաստիարակություն այնպիսին, ինչպիսին պետք է, որ դու դառնայիր լավ, ամուր, առողջ տղամարդ, բայց հոգ չէ, դու երկնային հայր ունես։ Գնա ավտոդուրը փակի, parking արա մի տեղ եւ գնա ու խոսիր Հիսուսի հետ։ Ասա Տեր, եկել եմ քայլենք իրար հետ։ Եկել եմ մի քիչ ժամանակ անցկացնենք իրար հետ։ Ես սխալներ եմ արել Տեր։ Ես այսինչ կամ այնինչ մեղք եմ արել։ Դա լի չի մաքրվի քո վրայից, գիտես։ Մինչև դու այն աղոթքով չհանձնես Աստծուն։ Եթե այն աղոթքով չհանձնես Աստծուն, դա քո հետևից գալու է։ Դա քո հետևից գալու է։ Ինչ որ աղոթքով չի հանձնված Աստծուն, ինչի համար որ դու չես զղջացել, ինչ որ դու արել ես, ինչ որ դու ասել ես, եթե դու դրա համար չես եկել Տիրոջ առաջ, չես կանգնել եւ մեղանչալով ու զղջալով չես ասել ներիր Տեր, ես չեմ ասում ես էսի արել եմ անգիտակցաբար, մենք ոչ մեկս անգիտակցաբար մեղք չենք գործում, մենք բոլորս էլ մեղք ենք գործում գիտակցաբար, սեղել ենք խղճում մեզի, ներիր անգիտակցաբար մեր մեղքերը, լավ է գիտակցաբար ենք անում։ Անգիտակցաբար ինչու չես պատարագ անում վերանի փոխարեն աչքիդ մեջ։ Անգիտակցաբար արեցի, ուզում էի բերանստանի աշկս տարավ։ Սա բաները մեր մոտ շատ գիտակցաբար են լինում, ուղիղ գիտենք ինչպես անենք ու ինչպես ուտենք, բայց ահա մեղք եմ գործել, ով ներիր ինձ Տեր, անգիտակցաբար մեղքիս։ Ես ասում չաղոթես ինձ մոտ այդենց աղոթքով, ասա ներիր ինձ ին գիտակցաբար, գիտեք, ասма իր մեղքերը խոստովանողը եւ դրանք մեկդի ձգողը ողորմություն կգտնի Տիրոջ սաբանից։ Ուզում եմ կարդամ Հռութի այն համարը, որ հետ է վերադառնում Հռութը, տեսեք ինչ է ասում։ Եվ նրանց ասաց, նրանց ինչ-որ մեկերները, որոնք արդեն Նոյեմին հետ էր վերադառնում իր հարսի հետ, սկսեցին ողջունել, վայ, Նոյեմին է եկել, դե անունը Նոյեմի էր, ասացին Նոյեմի, Գայան է լիներ, կասեին վայ, Գայանեն է եկել, ասացին վայ, Նոյեմին է եկել, նեղվեց Նոյեմին, իր անունը Նոյեմի է, բայց նեղվեց, ասաց չասեք ինձ Նոյեմի, մի հատ տեսնենք ինչու։ Եվ նրանք ուրեմն նրան ասացին, Նոյեմի էին կանչում եւ նա ասաց, ինձ Նոյեմի մի կանչեք։ Ճանապարհին անունը փոխեց, ինձ Մարը կոչեք, բք անունը Նոյեմի է։ Չասաց ինձ մի ասեք Նոյեմի, տիկին ինչ պատահեց քեզ։ Քո անունը Նոյեմի է։ 10 տարի առաջ երբ որ դու գնացիր Բեթլեհեմի երկրից, մենք քեզ Նոյեմի էինք ճանաչում։ Հիմա ինչու 10 տարի հետո հետ ես վերադառնում տիկին եւ մեզ ասում ես ինձ այլևս չասեք Նոյեմի, ինձ ասեք Մարա։ Ինչու՞։ Ինչ պատահեց քեզ։ Որովհետեւ ամենակարողը դառնությամբ, հլանայք ինչ ասում, ամենակարողը դառնությամբ լցրեց ինձ։ Նոյեմի նշանակում է հաճելի, Մարը նշանակում է դառը։ Ասում մի ասեք ինձ հաճելի կին բարև, որ եկել ես կրկին Բեթլեհեմ, ես այլևս հաճելի չեմ, որովհետև երբ իմ ամուսինը Ելիմելեքը որոշեց առանց Աստծուն հարցնելու փոկել իր ընտանիքը Բեթլեհեմից տանել Մովաբի երկիր, ես հենց այդ օրը դարձա Մարը, որը նշանակում է դառնություն։ Մի ասեք ինձ այլևս Նոյեմի, ասեք ինձ Մարը, ես դառը հոգով, դառնացած սրտով, որբեմայրի դատարկ, լքված, կորցրած մի կինը, ինձ չասեք Նոյեմի, ինձ կոչեք Մարը, ամենակարող դառնությամբ լցրեց սիրտս։ Նոյեմի հասկացել էր, որ ընտանիքի դժբախտությունը որտեղից է եկել։ Ամենակարողը դառնությամբ լցրեց սիրտս։ Լսեք։ Ես գնացի լիքը, բայց Տերը ինձ դատարկ դարձրեց։ Ինչու է ինձ Նոյեմի ասում, որովհետև Տերը ինձ խոնարհացրեց, ամենակարողը ինձ վշտացրեց։ Խնդրում եմ կարդացա,
Մի ասեք ինձ այլևս Նոյեմի, ամենակարողը ինձ վշտացրեց։ Ուշադրություն չեք դարձնում մեկ այլ բառի վրա, որը շատ կարևոր է, նա ինձ խոնարհացրեց։ Եթե դու Աստծո կամքը չհարցրեց տղամարդ ես, եթե դու քո տան որոշումները կայացնելուց բանի տեղ չես դնում Աստծուն, կամ եթե դու քույրս կապ չունի, մենք խոսում ենք այսօր հայրերի մասին, բայց նաև դու էլ մեծ դեր ունես քո տան մեջ, եթե դու որոշումներս կայացնում առանց ծնկների վրա, առանց Աստծուն հարցնելու, առանց Տիրոջը սպասելու, այդ դեպքում հետևյալը սպասի, նա խոնարհեցնելու է, միգուցե այն ինչը որ մարդկայնորեն կանես առանց Աստծուն, դառնացան բան կլացվի, սիրտդ, սպասիր Աստծուն, լսիր Աստծուն, սովորիր հարցնել Աստծուն, սովորիր խոնարհվել Աստծուն, ես չեմ ուզում որ դու ձեռք բարձրացնես, բայց ես այդ հարցը տալու եմ քեզ ու այդ ձեռքը պահի քո մոտ, դու եղբայրս ներքին սենյակ ունես, քո տան մեջ կատարված, որդիներիդ հետ կատարված, քո կյանքում քո առողջությունը, քո ֆինանսների համար դու ունես ներքին սենյակ, քեզ երբևիցե քո տան որևէ անդամ կինդ, երեխաներդ հանդիպել են միտեղից դուրս գալուց աչքերդ խոնավ, պապա ուր էի, հեչ, գնացել էի աղոթելու, ատենց պապային ձեռքերի վրա է պետք պահել, հայր, որը աղոթում է, հայր, ով ունի ներքին սենյակ, ով ունի հարաբերություններ կառուցած Աստծո հետ, այդ հորը ձեռքերի վրա է պետք պահել, որովհետև նա իրականում գլուխ է կնոջ և իրականում ապացուցել է, որ գլուխ ունի, որն է Քրիստոսը։ Սա ճիշտ պատասխան էր Նոյեմիի կողմից, ոչ։ Նոյեմի, դու ամուսնուդ հետ միասին սա արեցիք, ուղղակի արեցիք առանց Աստծուն։ Դուք արեցիք, դուք գնացիք, դուք որոշեցիք, դա արվեց առանց Աստծո, ես գնացի լիքը ճիշտ ասում, բայց Տերը ինձ դատարկ դարձրեց, էլի է ճիշտ ասում, ինձ ասում եք Նոյեմի, մի ասեք, ես առաջ էի Նոյեմի, որ ապրում էի Բեթլեհեմում, ես առաջ էի Նոյեմի, և Աստծոս տանն էի, և տնկված էի ես և որդիներս ու ամուսինս Աստծո տան մեջ, և մենք մեր խնդիրների ու պրոբլեմների ժամանակ ոչ թե կենտրոնանում էինք խնդրի վրա, այլ աղոթքով գալիս էինք և հավատքով կանգնում էինք Տիրոջ առաջ և հավատքով հուսացած էինք նրա խոստումների վրա, ամեն, բայց մենք կտրեցինք կապերն Աստծո հետ, մենք կտրեցինք կապերը հարազատների հետ, ասեցինք մնացեք դուք ձեր չորացած Բեթլեհեմում, մեզ կհիշեք, կասեն որտեղ ենք, ասեն Մովաբի երկրում են, նա ինձ հետ բերեց դատարկ, նա ինձ բերեց խոնարհացած, նա ինձ բերեց վշտացած սրտով, եղբայրներ, քույրեր, սա բոլորի հետ կարող է լինել ու կլինի, եթե մենք որոշենք բրդել Աստծուն ետին պլան։ Դու պետք չի, որ մեծ ծրագրեր հայտնես, մենք երկուսս բավական ենք։ Գիտեք, ես կարծում եմ, Մովաբի երկիր գնալու մեջ Նոյեմին նույնպես ուներ իր ծրագիրը։ Եվ հետո վերջում խոսում է Ելիմելեքի որբևայրի կինը դառնացած հոգով ամենակարողը դառնությամբ լցրեց սիրտս, խոնարհացրեց ինձ, լիքը գնացի դատարկ եկա, դուք չեք նկատում տոնը անեծքի, սա անեծք էր, չհնազանդվել Աստծուն, դա անեծք կբերի, չհարցնել Աստծո կամքը քո ընտանիքի խնդիրների հարցերի վերաբերյալ դա անեծքի կհանգեցնի։ Աստված է նրա համար, որ ես և դու իջնենք նրա առաջ ու ասենք, ոչ թե իմ, ապա թող քո կամքը լինի։ Ամեն։
Այսպես Նոյեմին ետ դարավ իր հարս Մովաբացի հռութի հետ, Մովաբի երկրիցը և գարիի հնձի սկզբումը հասան Բեթլեհեմ, կրկին Բեթլեհեմ, որտեղ են քո արմատները, որտեղ են քո հարազատները, որտեղ է քո եկեղեցին, ուր էլ որ գնաս, հիշիր այս պատգամը, նա հետ է բերելու քեզ ուղիղ Բեթլեհեմ, բայց չգաս այս կարգավիճակով, չգաս, որովհետև դու այս պատգամն արդեն լսեցիր, եղբայրներ և քույրեր, հատկապես եղբայրներ, մեր սխալ որոշումները, լսում եք ինձ, մեր սխալ որոշումները բարձր գին կպահանջեն մեզանից, որոշները կկորցնեն իրենց տունը, որոշները կկորցնեն իրենց կնոջը, որոշները ընտանիքը, հարազատներին, որոշները նաև իրենց կյանքը, այդ 3 կանայք Կրասնոդարից տուն վերադարձան 6 դիակով, չկասած դժբախտություն, Տերը չտասած բան, պարզը Տերը չտասած բան, բայց այդ ամեն ինչը գալիս է նրանից, որ մենք կենտրոնանում ենք մեր կարիքների վրա, ապա ոչ թե մենք կարողանում ենք հավատքով ապավինել Աստծո խոստումների վրա, եթե ունեմ պակասման, եթե ունեմ ինչ-որ խնդիր, նա կլուծի իր փառքի ճոխությամբ, ամեն, իմ բոլոր պակասները Աստված կլրացնի իր փառքի ճոխությունով, ամեն, հալելույա։ Ուզում եմ, որ սիրելի եղբայրներս ոտքի կանգնեն։ Գիտեք, մենք բոլորս սիրում ենք ունենալ իմաստություն, այդպես չէ, եկեք ոտքի կանգնենք բոլորս։ Մենք ուզում ենք ունենալ իմաստություն, իմաստությունը լավ բան է, այո, բայց ես մի բան եմ բերել այստեղ, ուշադիր նայիր։ Տարիներ առաջ ես սա գրել էի մի տեղ ու փակցրել էի։ Լսիր, դու իմաստություն չես սովորում ուրիշներից, մենք ամենք չենք սովորում դա։ Որ սովորեինք Սուրբ գրքից արդեն կսովորեինք, նկատի չենք սովորում, մենք չենք սովորում իմաստություն ուրիշներից։ Դու ինքդ ես դրան հասնում, ոտքի կանգնելով ճակատագրի յուրաքանչյուր նոր հարվածից հետո։ Սա կոչվում է կյանքի թանկ իմաստություն։ Ես մի քիչ առաջ ասացի, մեր արած ցանկացած սխալի համար կամ հայրեր, ձեր սխալ որոշումների համար դուք բարձր գին կվճարեք ձեր կյանքում։ Դուք կհիշեք այսօրվա ծառայությունը, անձամբ Աստված կպատերազմի քեզ հետ, ու ես քեզ մի բան ասեմ, լավ է մարդը քո հետ պատերազմի, դրա հարցերը կարաս լուծես մի րոպեում, լավ է ամբողջ դժոխքի իր դևերով դուրս գա քո դեմ, դրա հարցներ կլուծես, բայց հանկարծ, անցյալ կիրակի եմ ցույց տվել, հանկարծ Աստված մեջքով չկանգնի քեզ, այն կոչվում է անեծք, Ելիմելեքը և վերցրեց երեխաներին ու կնոջը ու առանց Աստծո կամքը հարցնելու Մովաբի երկիր գնաց հենց այդ օրը վճիռը իր դատավճիռը գրեց և հենց այդ օրը Աստված մեջքով կանգնեց այս ընտանիքին և Նոյեմին հետ վերադարձավ միատեն ասելով ինձ չասեք Նոյեմի, ինձ ասեք Մարա, դառը, որովհետև դառնությամբ Տերը լցվեց, նկատեցիք ում հասցեագրեց ընտանիքի դժբախտությունը Աստծուց, որովհետև Նոյեմին հասկացավ, չի կարելի ապրել հավատացյալին Մովաբի երկրում, հավատացյալ մարդը պիտի ապրի Բեթլեհեմի ներսում, դռների ներսում, թող փոքր լինի եկեղեցի, թող փոքր լինի, բայց իմացի, լավ է երեխադ մեծանա դռների ներսում եկեղեցու, քան դռներից դուրս Մովաբի երկրում դու խիստ լաց կլինես։ Անառակ որդին, որ անառակ որդի էր, վեր կացավ, որ տնից գնաց։ Մի Ելիմելիք էր սա էր, էլի։ Ելիմելեքի պես վեր կացավ, ասաց տվեք իմ հասանելիքը, ինչ է ինձ է հասնում, իմ ժառանգությունը տվեք, որն ասեց, տվեց, տարավ, կերավ, խմավ, գրված անառակ կանանց վրա, ծախսեց գինու վրա, հարբեցողության վրա, հետո ուր իջավ, բոլորս գիտեք, իջավ են աստիճան մինչև խոզերի հետ խոզի կեր էր ուտում, բայց գրված է մի օր, ես ուզում եմ, որ դու ինձ հետ ասես մի օր, լավ ասա մի օր, նորից ասա մեկ օր, այդ տղան ակմացավ ոչ թե քնից, այլ ակմացավ ներսով ասել, ինչ եմ անում Մովաբում, խոզերի կեր եմ ուտում, և հորստանը ծառաները
մատանին ձերը, թիկնոցը ձերը, այդ անարակ, այդ աներազանդ, որդուն էր սպասում, թիկնոցը կծեց նրա վրա, մատանին դրեց մատին, ասեց մի հատ ես խփեք գետնին, որդիս կորած էր գտնվեցավ, մեռած էր կենդանացավ, բայց կանգին վճարելու պատճառով, դու իմաստություն չես սովորում ուրիշներից, այն քո կյանքիդ մեջ է գալիս ճակատագրական դառը հարվածներից հետո, Ելիմելեք անառակ որդի հետ վերադարձան այդ հարվածներից, այդ տղեն, որ արթնացավ, ասեց, ես ինչ եմ անում, ես ես խոզանոցում հորս տանը մինիստրի պես էի ապրում, արթնացավ այն պատճառով, որ այդ իմաստությունը հասավ և ճակատագիրը լավ հարվածեց և ասեց, հաց չես ուտի կուտես խոզիկ էր, բոլոր նրանք, ովքեր կոտնահարեն մեր երկնային հոր կամքը, բոլոր նրանք, ովքեր կասեն, ես արդեն 50 տարեկան եմ, 40 տարեկան եմ մեր գլխի սպիտակ մազերից նայի, պիտի նստեմ Աստծուն հարցնեմ, Աստծուն հարցնենք մայկայով կմնանք, ես ուզում եմ քեզ ասեմ, հիշիր հոբին, ասես ձեռս դնեմ բերանից, լռությունս գոնե ամենակարողի առաջ, իմաստություն սեպվի, զգուշ խոսիր Աստծու առաջ, զգուշ վերաբերվիր նրա հետ, ինչու՞, նա կենդանի է։ Ամեն, հալելույա։ Հալելույա, Տիրոջս այն է, ինչ այսօր ես պատրաստել եմ իմ սիրելի եղբայրների համար։ Չեմ ուզում, ես աղոթել եմ, որ ձեզանից որևէ մեկը Ելիմելեքի պես չլինի։ Ես այդպես եմ կարծում, ես այդպես եմ գտնում, այսքան տարեկան չեմ եղել, որ մեկը ինձ սովորացնի արա ծառած բելանով։ Այլ խոնարհություն կանես այսուհետև կասես, ես գլուխ եմ իմ կնոջ, և ես իրավունք չունեմ իմ երեխաներիս կյանքը խորտակելու, և Քրիստոսներին գլուխն է, մեկ պահ կանգառնենք, մի հատ գնամ Տիրոջս մոտ, մի հատ գնամ աղոթքով, մի հատ կնոջս վերցնեմ, ասեմ եկ այստեղ, իրար հետ աղոթք անենք, եկ այստեղ, իրար հետ աղոթք անենք, կնոջդ հետ միասին ծնկի գանք, աշխարհում ամենագեղեցիկ տեսարանը գիտեք որն է, ոչ թե որ դուք ձեր ծնունդին տանգո եք պարում։ Պարելս տեսել եք Հանայի մեկին, տանգոյա էլի, տանգո ենք պարում։ Դու ինձ դրանով չզարմացրեցիր, բայց այն որ դու գաց ինձ ասես, որ ես երեք ամուսնուս հետ միասին ծնկների վրա էի միջև և Տիրոջն ենք երկրպագել, գլխից դրած քեզ ման կտամ։ Եղբայրներ, շնորհավորում եմ ձեր օրը, թող ձեր այսօրվա օրը վերածվի տոնին, ամեն, աղոթում եմ, որ Տիրոջ իմաստությունը և խոհեմությունը լցվի ձեր կյանքերի մեջ, տղաներ կան, որոնք նայում են իրենց հայրերին, պապասը սենց էր նստում, պապասը սենց էր ասում, մեր հոպար ունենք ազգին, հոպար ունենք, հոպարը սենց էր ասում, ուզում եմ լսեմ եղբայրս, մի անգամ ուզում է ականջս լսի, բա Հիսուսը ինչ էր ասում, ահա եկան այն երեխաները, որոնք Բեթլեհեմում տարածքում, խոտավետ արոտավայրերում, գառների նման հաց էին ուտում, ավելի լավ այս երեխաները Տերը օրհնի իրանց, մեծանան Բեթլեհեմի դռների ներսում, քան թե դու այստեղ լինես, քո այստեղ լինեն այդքան պետք չէ, այստեղ շատ ավելի պետք է, որ որդիները տեսնեն, երեխաները, որ հետո Մովաբի երկրից հավաքած չգան ու դու քեզ պատեպատ խփես ասես Տեր, ազատիր երեխեքիս, բժշկիր երեխեքիս, այո, եկեք աղոթենք, մի քանի րոպե և մեր ծառայությունն ավարտված է։